Ողջույն բոլորին, այս տեսանյութում այո կամ ոչն է, վաղուց եք ցանկանում, ես էլ բավականին երկար ժամանակ է չեմ արել, կրկին նույնը կլինի 6 տարբերակ, կարող եք ընտրել, և հստակ հարցերը պետք է այնպես լինի, որ այո կամ ոչ, և եթե ինչ-որ մի հարցի պատասխան պետք է ձեզ տամ, ապա կտամ, այդ քարտի հետ կապված, եթե ոչ է, ինչու է ոչ, որովհետև քարտեր կան, որ նշանակում են բնականաբար ոչ, և քարտեր կան, որ այո և ինչ կարող է լինել, ինչին սպասել, ժամկետ այստեղ կարող եք չպահել, կամ նաև կարող եք, եթե ցանկանում եք պահեք, եթե այո է, ինչքան ժամանակում կլինի, եթե ոչ է, ինչքան դեռ պետք է ոնց որ զսպեք, ինչքան ժամանակ է դեռ լինելու ոչ։ Եթե կարողանամ, ապա յուրաքանչյուր շաբաթ այս կանխատեսումը կանեմ, հնարավոր է տարբեր օրեր դա լինեն, հնարավոր է մշտապես նույն օրերին լինեն։ Երկու ալիքների համար էլ կանեմ, մեկ անգամ մյուսը, մեկ անգամ մյուսը, գուցե այստեղ ձեր բախտը չի բերում, այն մյուսում ուրիշ հարցին, ուրիշ ձև եք ձևակերպում կամ ուրիշ կերպ, ուրիշ հարց ունեք, այնտեղ լինում է։ Ամեն ինչը մի խոսքով կբաժանեմ երկու մասի, եւ այն ալիքը, եւ այս ալիքը, որպեսզի հնարավոր է այնտեղից մարդիկ չկան այստեղ, հնարավոր է նաև այստեղից մարդիկ չկան այնտեղ, որովհետև չեն սիրում կողել, չեն նայում երբեք տարվա ծնված նշանները, իրենց համար միևնույն է եւ այդպես։ Չի բացառվում, որովհետև առաջինը այն ալիքն է եղել եւ այն ալիքում ինձ թվում է մեկ այլ մարդիկ է։ Ահա, այսքանը Հուսով եմ պահեցիք, եթե չեք կարողանում դեռ կողմնորոշվել, ապա լավ կլինի կանգնեցնեք հետո։ Եվ պետք է հասկանաք, այստեղ վարդագույն երանգով է բոլորը, ամեն ինչ կանխատեսումներ, որ լինում են, իսկ այնտեղ կապույտ, եթե վարդագույն է, ցանկության տեսանյութը, սա մեկ այլ պահեր, որոնք որ վարդագույն են, ապա դա վերաբերվում է միայն այս ալիքին, կապույտը այն մյուս ալիքին։ Այդպես բաժանել եմ։ Եվ եթե նկատել եք, ապա փոխել եմ բոլոր ալիքների այդ կողքի եզրի նկարները, ինձ մոտ բոլորը այդպես են լինելու, աստղաբանությունը նույնպես կփոխեմ, որպեսզի տարբերվեմ բոլոր YouTube-յան ալիքի, բոլոր մնացած մասնագետներից, որպեսզի չխառնեք իմ ալիքները մյուս ալիքների հետ։ Միայն ցանկության տեսանյութերն են, որոնք որ էլի կմնան ծաղիկներով կամ ինքը դուք զգում եք երևի, ինձ թվում է, ընդամենը գրված է կկատարվի ձեր ցանկությունը եւ միշտ նույն ձև է գրվում, միշտ նմանատիպ նկարներ եմ ընտրում ցանկությունների համար, գուցե մի օր աստղ լինի, մի օր տերև, մի օր ինչ որ հեքիաթային մի բան, բայց գույները եւ ամեն ինչ ինձ թվում է արդեն ձեզ համար պարզ է, թե որ դա իմ տեսանյութերն են։ Որպեսզի չխառնեք, որովհետև ես նկատել եմ, շատ եմ տեսել, որ մեկ այլ տեսանյութերի տակ շնորհակալություն են հայտնել, գրել են Արմինե ջան, շնորհակալություն։ Չգիտեմ, ձայնը չեն տարբերել կամ ինչը, չգիտեմ, դա ինչ պահ է։ Նաև գրառման տակ եւս։ Ես այլևս գրառումներ չեմ անելու YouTube-յան ալիքներում։ Դա եւս ուզում եմ զգուշացնել, ես երբ որ կմտնեմ ուղիղ եթեր, մենք այդ մասին կխոսենք, գրառումներ բացարձակապես չեմ անելու YouTube-ներում։ Գրառումները կլինեն Facebook-ում, եթե ցանկություն ունեք, միացեք Facebook-յան ալիքին, էջին, ալիքին, բոլորը ալիք է։ Մի խոսքով այսքանը, շատ չերկարացնեմ եւ անցնենք մեր կանխատեսմանը, տեսնենք այո կամ ոչ։ Այդտեղ տեսա արևը ներքևում է դրա համար։ Որոշեցի փոխել։ Ուրեմն այո կամ ոչ 6 տարբերակները, տեսնենք, ինչ է լինում, այո կամ ոչ, առաջին տարբերակը։ Բոլորին կխառնեմ, որովհետև ընդամենը 6 տարբերակ է, այո կամ ոչ, երկրորդ տարբերակը։ Այո կամ ոչ, երրորդ տարբերակը։ Միգուցե ինտուիցիան խափում է ձեզ, հա, լավ չի ընկալում, եւ այս անգամ ոնց որ չի լինում, այո, ապա մյուս ալիքում։ Ես օրեր կսահմանեմ, հնարավոր է կիրակի օրերը լինեն, մեկ կիրակի այս ալիքում, մյուս կիրակի այն ալիքում, կամ մեկ այլ օր։ Որովհետև մեկ կիրակի այն ալիքում լինում է, ասեք լավ, 4-րդ տարբերակը, այո կամ ոչ,
վերջացնեմ։ Այո կամ ոչ 5-րդ տարբերակը։ Եվ այո կամ ոչ 6-րդ տարբերակը։ Հնարավոր է կիրակի օրերը, որովհետև կիրակի մեկ կիրակի մյուս ալիքում է լինում ցանկության տեսանյութը, այս մյուս ալիքում կլինի սա, մյուսում հա այդպես կարող է։ Սրանով կլինի ցանկությունը, նրանով կլինի այո կամ ոչը։ Հնարավոր է այդպես, հա, ես կդասավորեմ, ես ցուցակ եմ կազմել, ասել եմ, որ շատ եմ ազատ արդեն եւ կզբաղվեմ ալիքներով, մինչեւ հետո էլի նորից զբաղված կլինեմ, էլի նորից ալիքները կմնան։ Մշտապես հա ալիքներն են դուժում։ Ահա, ուրեմն մենք գնանք առաջին տարբերակը, հուսով եմ պատրաստ եք։ Ընդհանրապես կինը սա ոչ այո է, ոչ ոչ է, որովհետեւ կինը պատասխան չունի։ Հա, ինքը ինչ որ կամ կնոջից է կապված, կամ որովհետեւ եւ կինն է եւ տղամարդը, ոնց որ կապված են ոչ է կնոջից։ Այստեղ կամ նաեւ հնարավոր է թե հարաբերությունների մասին եք պահել, ապա կարող է կինն է խառնվում այդ հարաբերություններին, եթե աշխատանքի հետ է կապված, այս կինն է խառնվում այդ աշխատանքին, եթե չի ստացվում, հա, ինչ որ մի բան, ապա ոնց որ եթե այդ հարցը կա, ուրեմն ինչ որ կնոջ մատ է խառը լինելու այդ այո կամ ոչի համար, հա, կլինի արդյոք դա թե ոչ։ Ինչ որ կին է, դա, որը խանգարում է։ Եվ եթե ուզում եք, որ նա հեռանա, հա, ապա նա կհեռանա ձեր կյանքից, եթե ցանկանում եք, որ ինքը գնա։ Եվ բայց սա ոչ այդքան շուտ։ Դա է, որ դեռ պետք է պահեք իրեն, եթե ինքը լավը չէ։ Եթե ինքը լավն է, ապա լավ է, որ դեռևս ձեզ հետ է մնալու։ Կամ ձեր կողքին է լինելու, թեկուզ աշխատանքի ժամանապահին, թե մեկ այլ ոլորտ, հա, յուրաքանչյուր ոլորտ։ Կարող է այս կինն է դեռևս ձեզ պահում ֆինանսապես եւ ոնց որ հարցը կա, դեռ արդյոք ինքը կօգնի ֆինանսապես, թե ոչ, ոնց որ դեռևս նա կա եւ ոչ այդքան շուտ, հա, դեռ ինքը ձեզ կօգնի։ Եթե դա է հարցը, դա հարցեր այնքան շատ են, չեմ կարող բոլորին մոտավորապես արդեն պատկերացրեցիք պատասխանը։ Գնանք արդեն երկրորդը, տեսնենք երկրորդը ինչ է լինում, բնականաբար հա, սա ուզեք չուզեք այո է։ Որովհետև ամենակարևոր քարտն է, ամենալավ քարտն է, այսպես թե այնպես ինքը այո է։ Յուրաքանչյուր հարցում փնտրեք պարզ լուծում ձեզ համար։ Եթե խնդիրներ ունեք, ապա շուտով այն կվերանա ձեզանից։ Եվ սա մոտ ապագան է, ցույց տալիս, եթե ժամկետով նայենք, մոտ ապագան է։ Եվ սա ակնթարթային հաջողություն է նաև նշանակում, ոնց որ ինչ-որ մի բանը հստակ այո, հենց այսպես ոնց որ ինչ-որ մի բան կանեմ, այո, ինչ-որ մի բանի կհասնեմ, այո։ Եվ հենց այդ ժամանակ կունենաք այդ հաջողությունը, հենց այդ պահին տեղի կունենա այդ հաջողությունը ձեզ մոտ։ Հիանալի է, դա երկու քարտերն էլ այստեղ, առաջինը չի ասում ոչ, չի էլ ասում այո, ինչ որ մի կնոջից է կախված։ Եվ երրորդ տարբերակը բնականաբար հա առագիլը մեր եւս էլի նորից ինքը ասում է այո, որովհետեւ եւս ինքը լավ քարտերի մեջ է դասվում։ Սա նաև նշանակում է, որ հոգ տարեք ձեր երեխաների մասին, շատ կարևոր փոփոխություններ տեղի կունենան հենց այդ այոյի հետ կապված, սա նաև ոմանց համար հղիություն է, հարսանիք է, նամակ, կարևոր նորություններ, որոնք որ նաև կարող են փոխել ձեր պլանները, ձեր կյանքի պլանները։ Սա պտղաբերության ցիկլ է ձեզ համար, պտղաբեր ժամանակահատված է ձեզ համար, նաև ստեղծագործական գործընթացի ժամանակն է ձեզ համար, եւ սա նաև կարճ ժամանակահատված է։ Այնպես որ կարճ ժամանակահատվածում նա կլինի եւ եթե կապված օրինակ երեխայի հետ, հղիության հետ, ապա հավանականությունը շատ մեծ է, այստեղ հղիություն, ծննդաբերություն, իհարկե լավ, թեթև ծննդաբերություն եւ հարսանիք նաև, եթե ովքեր որ ուզում են։ Սա կյանքում մեծ փոփոխություն է բերում, ընդհանրապես ինքը լավ փոփոխություն է բերում, ես կարիք չկա քարտ հանելու, որպեսզի նայենք լավ է բերում թե վատ, ինքը այս պահին, հա, ձեզ համար այո է եւ լավ փոփոխություն է բերելու։ Նայենք 4 տարբերակը, տեսնենք ինչ է ասում։ Այ 4 տարբերակը մի քիչ սիրում եմ այդ բառը տխմար։ Այդ բառն է, այստեղ ոչ է, սա բնական է, ինքը լարված քարտ է։
Ուղղակի պետք է լինեք համբերատար, որտեղ սա մարդը բորբոքվում է, ուզում է ամեն ինչ անել շատ արագ, բայց ուղղակի պետք է համբերատար լինեք, սպասեք ճիշտ ժամանակին, որ նա տեղի ունենա։ Ինչ անեք, կարող է ոնց որ ավելի բորբոքեք իրավիճակը, եթե ինչ որ բանի հետ է կապված դա։ Դե դրական քարտ չէ, պետք չի շատ մանրանալ այս քարտի հետ կապված։ Սա անորոշ ժամանակ է, նշանակում անորոշ ժամանակում է կախված թե այդ ոչը երբ կլինի այո, հա, երբ կստացվի դա ձեզ մոտ այն ինչ հարց որ դուք տվել եք։ Կարող է լինել կարճ, կարող է լինել երկար, այդպես, հա։ Ամենայն դեպս պետք է սպասել լավ ժամանակների, լավ ժամանակահատված է պետք։ Տեսնենք 5-րդ տարբերակը, 5-ը ինչ է ասում մեզ։ Դե սա բնականաբար լավ քարտ է, սա եւս նշանակում է այո, որովհետեւ սա ընդհանրապես բարձրունքի քարտն է եւ նաեւ քարտն էլ ասում բարձրացեք որքան որ կարող եք, ինչքան տեղ կա բարձրացեք, հա, բայց ուղղակի պետք է զգույշ լինեք յուրաքանչյուր պարագայում։ Դե նաեւ կատակ ունի այս քարտը, որ գլխապտույտ չունենաք վերևում։ Բայց սա բարձրանալու քարտն է, այնպես որ կյանքի ճանապարհն է սա եւ ճիշտ ճանապարհ է, եթե ինչ-որ կարևոր բան եք ընտրել, կարևոր հարց եք տվել ձեզ համար։ Այստեղ կստանաք բիզնեսի արդյունք, երկար տարիների աշխատանքի, քրտնաջան աշխատանքի արդյունքն է սա նաեւ ողջ կյանքի արդյունքն է, որը այո, դուք կունենաք այն ինչ որ ուզում եք։ Ոնց որ ձեր ջանքերի շնորհիվ է, ձեր այսքան տարիների շնորհիվ է, չգիտեմ ինչ է, ձեր պահածը, բայց ինձ թվում է կվելուծեք ձեր պահածով, հա, իմ պատասխանը։ Սա նաև նշանակում է երկարակեցություն, երջանկություն, սա նաև հնարավոր է գործ եք ուզում, բիզնես եք ուզում դնել, սա ոնց որ արմատական բիզնես է եւ նա երկար տարիներ ձեզ կծառայի կամ անամ այս գործը թե ոչ, սա ասում է այո, որովհետեւ դա նա ձեզ երկար կծառայի։ Միայն սա եթե սպասում եք, հա, սպասումը լիարժեք ինչ-որ մի բանի ունենալու համար մի փոքր երկար տարիներ է պետք։ Շատ երկար կարող է տևել։ Կարող եք տարիների ընթացքում պաշտոն ունենալ, կարող եք շատ գումար ունենալ, հա, ինչ որ պահել եք, հա, դա արդեն կախված է ձեր պահածից։ Միգուցե հարաբերությունները, հա, նորմալ կլինի, ասա ասում է այո, երկար տարիներ դուք միասին կլինեք, երկար տարիներ կամ տարիների ընթացքում ձեր հարաբերությունները ավելի կամրապնդվեն, ավելի սերը կշատանա, այդպես։ Եվ տեսնենք 6-րդ տարբերակը, ինչ է ասում, 6-րդ տարբերակը սա էմոցիաներն են, մի քիչ կասկածելի տարբերակ է, հա, որովհետև ինքը մարդը ամեն ինչ անում է էմոցիաների ազդեցության տակ եւ բնականաբար սա ավելի շատ ոչ է, քան այո։ Ուղղակի ոչ ոքին մի վստահեք, ոչ ոքին մի պատմեք այն ինչ որ դուք ցանկանում եք, ամենակարևորը միշտ ապեք։ Մի հատ ոնց որ հետ վերադարձեք, նայեք ձեր անցյալին, որպեսզի հասկանաք թե ինչու այժմ տեղ ունենում, այսպես, չի ստացվում ձեզ մոտ դա, չի լինում դա։ Ձեր սկզբունքներին հավատարիմ մնացեք, որպեսզի հասնեք ձեր ուզածին։ Սա նաև այն ժամանակն է, որ պետք է սպասեք խավարմանը, խավարումը շուտով է, փետրվարի 17-ին, դե շուտով ո՞րն է, դե աչքներս փակենք, բացենք փետրվարի 17-ը կլինի, նաև երբ մառախուղ կլինի, այդ ժամանակահատվածում նոր ձեր ցանկությունները կարող են լինել, այդ ինչ որ չէր լինում, դա կարող է լինել, ուղղակի պետք է անհամբեր սպասել առանց էմոցիաների, առանց այդպես վայ ոյ չկա, առանց դրա պետք է կարողանաք այստեղ պահել, պահպանել այդ էմոցիոնալ վիճակը, որպեսզի ձեզ համար այն տեղի ունենա։ Դե խավարումը շուտով է լինելու, այնպես որ կարող եք սպասել, իսկ հիմա էլ ամենակարևորը այն շրջանն է, այն ժամանակահատվածն է, որ խավարում մառախուղներ բավականին շատ են լինում եւ հավանական է, որ հենց այդ ժամանակ է տեղ ունենա այն ինչ որ ուզում եք։ Այսքանը սիրելիներս ցավոք երկու տարբերակները այդքան էլ լավը չէին, մեկը կասկածելի, այդպես այո կամ ոչ, եթե հենց հարցն էլ այդպես է։ Բայց մնացած տարբերակները հիանալի են, իսկ այս ձեր ոչերը, եթե դուք կարողանաք ուղղակի համբերատար լինել, սպասեք ճիշտ ժամանակին, ապա նա եւս տեղի կունենա ձեզ մոտ։
յուրաքանչյուր բան իրոք պետք է սպասել։ Եթե մարդը շտապում է, հաստատ ինչ-որ մի սխալ է անում։ Եթե շտապում եք ինչ-որ մեկի հետ հաշտվել, ապա դեռ ոնց որ այդ պահը չի անցել, վրդովմունքը չի անցել եւ մարդը հաստատ հաշտվելուց էլի նորից այդ վերադառնալու եք այդ հարցերին։ Դրա համար պետք է ճիշտ ժամանակին ամեն ինչը լինի։ Նոր հետո կլինի այն ինչ որ դուք եք ուզում։ Այսքան է սիրելիներս, թող որ բոլորիդ համար այն ինչ որ դուք եք ուզում այդպես լինի։ Հանգիստ եղեք, եթե ճիշտ է ձեր ցանկությունը, ապա տիեզերքը ձեզ կտա այն ինչ որ դուք եք ուզում։ Լավ եղեք։